Կալուգաց Սամոն ասում է, թե իր տղաները, իր եղբոր տղաները, որոնք 4-ն են ու 4-ից ոչ մեկ բանակում չի ծառայել, ավելի շատ բան են արել մեր բանակի համար, քան դրա մասին այս կամ այն մարդը կերազեր։ Ուրեմն Կալուգացի Սամոյին ու իր եղբոր տղաներին շատ աներկբա ասում եմ հետևյալը. Հայաստանի Հանրապետության ամենաաղքատ ընտանիքի հայրը բանակի համար ավելի շատ բան է արել իր որդուն բանակ ծառայության ուղարկելով, քան դուք ձեր ամբողջ կյանքում ու ձեր ամբողջ գերդաստանով կկարողանաք երազել անգամ։ Հայաստանի ամենաաղքատ մարդը իր որդուն բանակ ուղարկելով, բանակի համար ավելի շատ բան է արել, քան դուք, պարոնայք անձնագրում FSB-ի անուն այտենց գրանցում ունեցող օլիգարխներ։ Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե մանդատը զենք է, կներեք, բայց ես կարծում եմ, որ մանդատը ընդհանրապես ընտրությունների արդյունքում, ժողովրդի կամ արտահայտման արդյունքում տրված թույլտվություն է ժողովրդին ու պետությանը ծառայելու համար, եւ ոչ մի դեպքում չի կարելի անվանել զենք։ Այն որ Քոչարյանին դաշինքն է դա համարում զենք, կարելի է ասել չի էլ զարմացնում, Քոչարյանի մոտ չգիտես ինչի ամեն ինչ ասոցացվում է զենքի հետ, այն որ падգամավորի մանդատը փորձում է ասոցացնել զենքի հետ, երևի այդ նույն տրամաբանությամբ էլ իր նախագահության տարիներին նախագահի պաշտոնն էր ասոցացել զենքի հետ, դրա համար էլ մարտի 1-ին կրակեցին ժողովրդի վրա։ Բարի երեկո բարեկամներ, մի տարօրինակ լուր կարդացի համացանցում, որ ուժեղ Հայաստան կուսակցության 105 падգամավորի տեխնացու ինքնաբացարկ է հայտնել ու բացեցի լուրը ու կարդում եմ հերթական համարներով, ասենք օրինակ 45-րդ համար, 40-րդ, 64, 70, 93 ու տենց 105 հոգու ինքնաբացարկ են հայտնել տվել ըստ էության ու միանգամից հարց է ծագում ինչու կարող եք հասկացում եք ձեր թիմակիցների վրա հարգելի թույլիկներ, հա? Այդ որ մեզնից 8 падգամավոր պետքա տանեիք, կարող է վախենում եք որ ձեր վրայից մարդիկ պարզապես կթռնեն ձեր փուչ խոստումների, ձեր դատարկ մտքերի եւ ընդհանրապես ձեր ոչնչության։ Ուրիշ բան չկա այս սրա հետևում թաքնված հարգելի թույլիկներ։ Հենց որ սպասում ենք ձեզ ազգային ժողովում համեցեք, թեկուզ այս 105-ով պակաս։ Տարել է որ պետք է վերցնի մանդատները, որպեսզի մուտք գործի ազգային ժողով, ինչ կարծիք ունեք այդ մասին։ Բայց դանի դից է վախտոտ ընդդիմությունն է, խափեփափ ցել դանի։ Դուք վախտոտ եք ասես։ Այո։ Տարել է որ վերցնելու է իր մանդատները, որպեսզի մտնի ազգային ժողով, ինչ կարծիք ունեք այդ մասին։ Իրանց խնդիրն է։ Դուք ո՞նց եք կարծում, օրինակ ճիշտ են իրանք որ։ Դե ընդհանրապես վերցնելը ճիշտ է, չնայած իրանք ուրիշ ինձ թվում է տարբերակ չունեին։ Եթե չվերցնեն իրանք կտուժվեն, մեկը ազգային ժողովը կաշխատեր։ Ինչու են տուժվելու իրենք ըստ ձեզ։ Դե որտեվ իրանք հարցեր կա, որ կուզեն առաջ տանեին, իսկ ազգային ժողովը ինչ որտեղ կարող են ինչ-որ բան խոսել։ Հետո բացի դրանից ամեն դեպքում մանդատ վերցնելը իրանց համար որպես անձ է նկատի ունեմ, որ անձեռնամխելիություն է եւ այլն, այդ իրանց դեռ է տալիս ամեն դեպքում։ Եթե ընդդիմությունը վերադառնա ազգային ժողով, դուք ինչ ակնկալիքներ կունենաք։ Ոչ մի լավ բան։ Էլի նույն ազգային ժողովն է լինելու, ոչ մի նորմալ, ինչ ասեմ, խնդիրներ չեն դնելու ինչ որ Հայաստանի համար, իրանք էլի անձնական վիրավորանքներ եւ այլն։ Դա որտեվ դա ընդդիմություն չի։ Դա ուղղակի վրեժխնդրություն է։ Դա ընդդիմություն չի, շատ կցանկանայի որ ընդդիմություն լիներ, բայց իրենք ընդդիմություն չեն։ Շնորհակալություն։ Ունեք այն մասին, որ Սամվել Կարապետյանի թիմակիցները ինքնաբացարկ են ներկայացնում եւ ավելի քան 105 հոգի ցուցակից դուրս է եկել։ Ոյ, ինչ ասեմ, ես քաղաքացիական պայմանագրի կողմնակից եմ, ընտրությունները արդար ընտրություններ էին իրանց համար։ Օրինակ ըստ ձեզ իրենք ինչու են մանդատները վայր դնում։ Ինչ պատճառ։ Բայց չեն այդ որ դուրս են եկել ցուցակից։ Երևի զգացել են, որ անարդար է եղել ամեն ինչ իրանց մոտ կեղծիքներ։ Դրա համար երևի վայր են դնում, իմ կարծիքն է դա։ Մեկ է ամեն ինչ։ Կեղծիքին, որ իրենք դուրս են գալիս։ Դե կողմ եմ իհարկե, մալադեց իրանց, որ հասկացել են, որ կեղծ է իրենց կողմից ու մանդատները վայր են դրել, այո։ Բարլու սրտեր, մի հատ լսենք էլի։ Իր սեփական կանոջը չի կարող կողքին պահի, որպես կին ենթարկեսնի իրան, հա, որպես փոխակից, որպես ընդհանուր տան մայր, ասենք հետևաբար ոնց պետք է ամբողջ երկիրը ղեկավարի կամ առաջնորդի։ Պատասխանեմ շատ կարճ, ընդ որում մեծ սիրով։ Լսի, կպատասխանեմ քեզ մի հատ պատմությունով։
կենթանական աշխարհից։ Ուրեմն կենթանիները նստած քեթ են անում տղերքով։ Ու այդ պահին առյուծը նստած է զանգը գալիս։ Կինը հարցնում է. «Երբ ես տուն գալու»։ Ասում է՝ «Դե կյանքս շուտով կգամ»։ Անցնում է մի 15 րոպե, նորից է զանգում։ Կարոտել եմ, արևս, ուր ես։ Չեմ քնում, քեզ եմ սպասում։ Ու սենց մի քանի անգամ։ Դեմը նստած ցուլը սենց անում։ Արա չեմ լոգում։ Չես կարում կնգատնեմ 10-ից։ Գորա վրան ասա տղերքով նստած ինքն չզանգես։ Արոսն էլ ասում է, եթե իմ կինն էլ կովլներ, նույն կերպ կվարվեի, չմոռանաս իմ կինն ով է։ Հասկացար այ հոգնած։ Այ։ Անթանուր մայր։ Օբշակ մայր է, ոնց հասկացա։ Էլ բան չասեմ։ Մի լավ ռեժրացել եմ վրետ։ Բա Ժողովուրդ ջան, քանի որ ես ընդդիմա դդմիկները, թթվիկները երկար ժամանակ աշխատում էին Edge-ից վրա, ուրեմն ընտրություններից 2 ամիս առաջ պրոֆեսիոնալ Edge-ը ինձ ձեռքից վերցրեց Facebook-ը, ճիշտ է թույլ տվեց, որ ես իմ գործունեությունը ծավալեմ, բայց ոչ այդ մասշտաբով։ Այսինքն ախվատ եւ այլն ամեն ինչ ձեռքից վերցրեց, հասանել է իրենց նպատակին, բայց ոչ մինչև վերջ։ Իտոգում ես եմ հասել իմ նպատակին, Փաշինյանը ընտրվել է։ Հիմա պրոֆեսիոնալ Edge-ից բացվել է, բայց մի 20,000 պատվիսիկ չկան։ Ու ես նայում եմ, որ նենց մարդկանց հանել, որոնք անընդհատ իմեջում են, անընդհատ կոմենտ են գրում եւ այլն։ Չմտածեք, ես եմ ձեզ հանել պատվիսկից։ Ուստի եթե տենց բան եք նկատում, մտեք նորից պատվիսկա խփեք, որպեսզի տեղյակ լինեք, թե ինչ է կատարվում իմեջում։ Այսքանը սիրում եմ բոլորիդ, տեսնում ես։